Առողջուն հարգելիներս, նախ թույլ տվեք երախտիկս հայտնել, որ ժամանակ եք տրամադրել եւ այս պահին ներկա եք գտնվում։ Ասուլիսի հրավիրելու նպատակը առաջնային այն էր, որ իրազեկենք մեր հանրությանը, որ իդեմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրվել ենք իրականացնելու դիտորդական առաքելություն կայանալիք նոյեմբերի 16-ին կայանալիք վաղարշաբաթ համայնքի ավականու համամասնական ընտրություններում։ Մի փոքր նախապատմություն ներկայացնեմ, մեր հասարակական կազմակերպությունը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը արդեն բավականին փորձառություն ունի այս բնագավառում։ Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել 2021 թվականի ազգային ժողովի համամասնական ընտրություններին, դրանից հետո Երևան եւ վերջին թարմ դեպքը Գյումրին էր, ընդ որում Գյումրու մասին երևի թե խոսելիքը շատ է, որովհետև եթե 2021 թվականի համամասնական ընտրություններին հազարավոր ընտրատեղամասերի պայմաններում մենք ընդամենը ներկայացվածություն ունեինք 3 տասնյակ, շուրջ 3 տասնյակ տեղամասային կենտրոններում, բայց անգամ այդ պարագայում 100-ից ավել ընտրախախտում ենք արձանագրել, Գյումրու պարագայում պատկերը այլ ստացվեց, որովհետև Գյումրիում մենք գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում ոչ միայն ներկայացվածություն ունենք, այլև կրկնակի ներկայացվածություն ունենք։ Դրա շնորհիվ ոչ միայն արձանագրում ենք տեղի ունեցող ընտրախախտումները, այլև բավականին կանխարգելիչ բնույթ ունեցավ մեր գործունեությունը։ Բնականաբար ինչ է դիտորդական առաքելությունը, ինքը ընտրական գործընթացի ամենաքիչ լիազորություն ունեցող մասնակիցն է, բայց հենց բառը հուշում է, հա, դիտորդը հետևում է ընտրական գործընթացի օրինականության պահպանմանը, բայց այդ հետևելով, երբ դու տիրապետում ես, հա, գործընթացների իրավական կարգավորումներին, ընթացակարգերին, կողքի դիտորդի կարգավիճակում դու կարողանում ես օրինաչափություններ վերհանել, թե ընտրախախտումների տեսքով, թե նախապատրաստված հնարավոր թերացումների, ուշահարկումների տեսքով։ Ես մեր նույն Գյումրիի պարագայում եւս 100-ից ավելի ընտրախախտումներ ենք արձանագրել, խախտումները արդեն օրինաչափություն կա, տարանջատում ենք բովանդակայինի եւ տեխնիկականի։ Բացի այդ, զեկույցները մենք եւս տարանջատում ենք երկու փուլի նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների եւ հենց բուն ընտրության օրը արձանագրված խախտումների, որովհետեւ իրենց քանակով ու բովանդակությամբ իրենք համաչափ են որպես կանոն ստացվում։ Հիմա վաղարշաբաթ համայնքում տեղի ունենում նախընտրական քարոզչություն, արդեն ի պատիվ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կան արձանագրված խախտումներ, նախ ես պետք է ընդգծեմ ձեր դերը ու այս ասուլիսի նպատակն է եւս մեկ անգամ մեր հանրային իրավազեկվածության զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը մենք գործի դնենք, որովհետեւ նույն Գյումրին ցույց տվեց, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել զանգվածային լրատվության միջոցների փութաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ օրը հենց բուն ընտրության օրը եւ դրանից էլ հա նախընտրական քարոզչությանը մենք տեսել ենք վարչական ռեսուրսի անհամաչափ շահարկում եւ միջամտություն, իսկ դեպքերը արձանագրված են, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդ արձանագրումը հրապարակելու, լրատվության միջոցների ներկայացուցիչները ահռելի աշխատանք կատարեցին, իրենք հայտնվում են անհարմար պահերին խախտումներ կատարողների համար, իրանք լուսաբանում էին այդ վարչական ռեսուրսների չարաշահումը, դրա ամենաբուն դրսևորումը օրինակ լռության օրը նախորդող հավաքներին վարչական ռեսուրսով մարդկանց ըստ էության, հա, բերելն էր հավաքի վայր ու ԶԼՄ-ների հարցումների արդյունքում էր, հա, որ պարզ դարձավ, որ այդ մարդկանց տարբեր պետական կառույցների հիմնարկների աշխատակիցների հարկադրաբար հորդորել են անգամ տրանսպորտային միջոցներով, նյութական միջոցները տրամադրելով բերել հասցրել են, որպեսզի ֆիզիկական ներկայություն ապահովեին եւ տեսողական խապկանք լիներ, որ մարդիկ ունեն աջակիցներ։ Խախտումների տեսակներն էլ իրենց բնույթով, հա, ինչպես ասացի, բովանդակային ու տեխնիկական են լինում, ընդհուպ, հա, ամենատարրական խախտումներից օրինակ տեսախցիկներ։ Մենք գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես կանոն օրենքի տառին համապատասխան ունենում է ուղիղ տեսակապ, ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից, որը պետք է լինի անխափան։
բայց որ համատարած կերպով տարբեր տեղամասային կենտրոններում, որոնք մի շարք այլ նպատակներով ծառայած կառույցներ են լինում, մենք հայտնաբերել ենք դիտորդական առաքելությունների ընթացքում այլ տեսախցիկներ, այնպես չէ, որ դրանք հատուկ դիտավորությամբ տեղադրված են լինում, կամ լինում է դեպքեր, որ անգամ անջատված են լինում, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հատկապես համայնքներում, ոչ քաղաքային մարդկանց շանտաժային տարրեր ենք ֆիքսել, արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են, որ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը, այսինքն փորձում են միջամտություն իրականացնել եւ մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը, մարդու ուղիղ անաչառ ազատ ընտրական իրավունքի վրա որոշակիորեն ներազդել։ Ես սա կուզեի կոչ լիներ Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներն ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոքի, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը եւ որևէ կերպ իրենք չեն կարողանալու արձանագրել, թե դուք քվյախցի հետևում որ ուժի քվյաթերթիկն եք նախընտրելու։ Կրկնում եմ, ընտրական իրավունքի գաղտնիությունը երաշխավորված է, դա քրեորեն պատժելի արարք է ու անգամ եթե քաղաքացին ինքն իր ընտրությունն է բացահայտում, դա եւս պատժելի արարք է համարում։ Նախ տեղամասային կենտրոնում որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի եւ տեղամասային կենտրոնից դուրս էլ որևէ մեկը քաղաքացիներին հորդորելու, ուղղորդելու իրավունք չունի։ Կարևորագույն ուղերձը կանգնում է նրանում, որ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն է իր քվեի տերը եւ եթե քաղաքացին նախ չի գնում տեղամասային կենտրոն իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ իր ընտրական քաղաքական իրավունքը իրացնելու, իր փոխարեն ընտրում է այն մարդը, ով գնացել է տեղամասային կենտրոն։ Սա կարևոր ուղերձ է, որը պետք է նաև նպաստի մեր քաղաքացիական հասարակության կայացմանը, որովհետև Երևանի ավագանու ընտրությունները բավականին մտահոգիչ էին իրենց մասնակցելիության աննախադեպ ցածր թվով։ Դա եւս ուղերձ է հասարակությունից դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին, որ կա վստահության նահանջ եւ մարդիկ ընդհանրապես, չունենալով այդ վստահությունը կամ նախասիրությունը որևէ քաղաքական ուժից, անկախ դրանք կլինեն ընդդիմադիր թե իշխանական, իրենք ուղղակիորեն բոյկոտում են ընտրությունները, չգնալով տեղամասային կենտրոններ։ Հիմա ես լիահույս եմ, որ Գյումրին այլ պատկեր ցույց տվեց, այդ մասնակցելիությունը տարբեր ուժերի, արդյունքը նաև էականորեն տարբերվող եղավ, որովհետև նախորդող ընտրությունների համեմատ գրեթե կրկնակի տոկոսային հարաբերակցությամբ շատ մարդեր գնացել տեղամասային կենտրոններ։ Հիմա Վաղարշապատի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև